Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մեր այսօրվա թեման է Բարիս Պաստերնակի հայտնի վեպը Բժիշկ Ժիվագոն կամ Դոկտոր Ժիվագոն։ Ահա, այս գիրքն է։ Այդ վեպը գրվել է 1010 տարվա ընթացքում 1945-55 թվականներին։ Այդ ստեղծագործության հրատարակման պատմությունը ինքնին արդեն վեպի նյութ է։ Սկզբից գրողն ուզում էր, որ այն լույս տեսնի հայրենիքում խորհրդային ամսագրերից մեկում, սակայն կտրուկ մերժում էր ստացել։ Ի վերջո դոկտոր Ժիվագոն լույս է տեսել արտասահմանում, ինչը առաջացրել էր խորհրդային իշխանությունների զայրույթը։ Մյուս կողմից, քանի որ այդ գործում մեղմ ասած ոչ միանշանակ գնահատական էր տրվում բոլշևիկյան հեղափոխությանը և դրա հետևանքներին, այս վեպը արևմուտքում օգտագործում էին խորհրդային միության դեմ։ 1958 թվականին դոկտոր Ժիվագոն ստացավ Նոբելյան մրցանակ գրականությունից, որից սակայն Պաստերնակին խորհրդային իշխանությունը ստիպեց հրաժարվել։ Դրանից հետո 2 տարի, մինչև գրողի մահը, կոմունիստական իշխանությունը կազմակերպել էր Պաստերնակի համընդհանուր հալածանք բոլոր մակարդակներով, ընդհուպ մինչև գործարաններում կազմակերպվում էին ժողովներ, որոնց ընթացքում ելույթ ունեցող բանվորները հայտարարում էին. Պաստերնակին չեմ կարդացել, բայց նրան դատապարտում են։ Այդ ձևակերպումը հետագայում թևավոր խոսք դարձավ։ Պետք է խոստովանեմ, որ երբ ուսանողական տարիներին, այսինքն 1980-ականների սկզբին իմ ձեռքն ընկավ այդ վեպը, ես այն չկարողացա նորմալ կարդալ։ Ստեղծագործությունն ինձ ձանձրալի թվաց։ Գուցե պատճառն այն էր, որ կարդալու համար ինձ հատկացված էր 1 օր, այդպես էր լինում, ով չգիտի ասեմ, երբ գիրքը արգելված էր և պաշտոնական շրջանառության մեջ չէր։ Արդեն չեմ հիշում այն խորհրդային ինքնահրատ էր, թե արտասահմանում լույս տեսած գիրք։ Եվ նույն հեղինակի հանճարեղ ստեղծագործությունների, բանաստեղծությունների, Շեքսպիրի թարգմանությունների հետ համեմատ այդ վեպի ասելիքը ինձ համար կարճ ասած պարզ չէր։ Եվ դա հնարավոր էլ չէր հասկանալ արագ թերթելով։ Ավելի հասուն տարիքում ես սկսեցի հասկանալ ստեղծագործության արդիականությունը։ Վեպի սյուժեն ես բնականաբար չեմ պատմի, միայն շատ կարճ ասեմ, թե ինչի մասին է։ Ժիվագոն Մոսկվայում մեծացած, կրթված, մինչև 17 թվականի հեղափոխությունը բարեկեցիկ կյանքով ապրած և իդեպ առաջադեմ հայացքներ ունեցող բժիշկ է, որը նաև հրաշալի հումանիտար գիտելիքներ ունի և գրում է փիլիսոփայական, պատմական թեմաներով, նաև հրաշալի բանաստեղծ է։ Հեղափոխությունը, բոլշևիզմը կոտրել են նրա սիրելիների, նրա շրջապատի կյանքը։ Սկսվում են տառապանքները, դեգերումները։ Նա հայտնվում է Ուրալում, Սիբիրում, հետո վերադառնում է քարուքանդ եղած մայրաքաղաք։ Ես որոշ նմանություն տեսնում եմ Նոբելյան մրցանակի արժանացած մեկ այլ ռուսական նշանավոր վեպի Խաղաղ Դոնի հետ։ Դարձյալ հերոսին ճակատագիրը քաղաքացիական պատերազմը շպրտում է այստեղ և այնտեղ, պարզապես Շոլոխովը խոսում էր իր միջավայրի կազակների, իսկ Պաստերնակը իրեն ծանոթ շրջապատի մտավորականների, տառապանքների և դեգերումների մասին։ Բայց ինձ հիմա հետաքրում է ոչ այնքան սյուժեն, որքան հերոսների մտքերը, հեղինակի դատողությունները։ Ինչ է հեղափոխությունը։ Գլխավոր հերոսուհիներից մեկը դա այսպես է նկարագրում. սկզբից բանականության հաղթանակ, քննադատական ոգի, պայքար նախապաշարումների դեմ, հետո գալիս է
երկրորդ շրջանը։ Առավելություն են ստանում հարմարվողները, կեղծ համախոհները, աճում է կասկածամտությունը, մատնագրերը, ատելությունը։ Ձեզ դա ոչ մի բան չի հիշեցնում։ Սուտը եկել է ռուսական հողի վրա, ասում է Ժիվագոն։ Գլխավոր փորձանքը հետագա չարիքի արմատն է սեփական կարծիքի հանդեպ հավատի կորուստը։ Մարդիկ ենթադրեցին, որ սեփական բարոյական զգացողությանը հետևելու ժամանակն անցել է եւ պետք է երգել ուրիշի ձայնից, ապրել մեր վզին փաթաթած պատկերացումներով։ Կամ նույն Ժիվագոն ասում է. ես չեմ սիրում նրանց, ովքեր ճիշտ են, ովքեր չեն ընկել, չեն գայթել, նրանց առաքինությունը մահացած է, քիչ արժեք ունի։ Ինձ թվում է միանգամայն ճիշտ մտավորականին եւ քրիստոնյանին հարիր դատողություն է։ Վեպում այսպիսի երկրորդական կերպար կա, Պանֆիլ Պալիխ գուցե, որը կարմիր պարտիզանների հետ է եւ որն իր հանցագործությունների պատճառով խելքքցում է եւ այնքան է վախենում վրեժից, վախենում է իր կնոջ եւ երեխաների համար, որ այն աստիճանի է վախենում, որ ի վերջո նրանց սպանում է։ Նրա մասին հեղինակը գրում է հետեւյալը. նա առանց որևէ ագիտացիայի այնպիսի գազանային ատելություն ուներ մտավորականների, ազնվականների, սպաների նկատմամբ, որ իսկական գյուտ էր ձախ ինտելեկտուալների համար եւ շատ բարձր էին գնահատում նրան։ Նրա տմարդությունը, գրում է Պաստերնակը, համարվում է դասակարգային գիտակցության հրաշք։ Երբ վեպի վերջնամասում Ժիվագոն հրաժեշտ է տալիս իր սիրած կնոջը Լարային եւ ըստ էության մենակ է մնում, նա մի տեսակ կարկամում է եւ այստեղ էլի հետաքրքիր է նրա դատողությունը, հետաքրքիր է նրա մտորումները։ Այսպիսի գրառում է անում. հեղաշրջումները տևում են շաբաթներ, ամենաշատը տարիներ, իսկ հետո մարդիկ տասնամյակներով երկրպագում են սահմանափակության ոգուն, որը եւ հանգեցրել է հեղաշրջման, երկրպագում են որպես սրբություն։ Որոշ ժամանակ անց Ժիվագոն վիճում է իր հին ընկերների հետ, որոնք ընդհանուր առմամբ հարմարվել էին իրավիճակին, ինչ որտեղ կոտրվել էին, իհարկե դարձյալ որպես մտավորականներ, որպես ազնվականության ներկայացուցիչներ տառապանքներ կրելուց հետո էին նրանք կոտրվել։ Ասում է. մեզանից պահանջվում է մշտական համակարգ դարձած երեսպաշտություն, ծուռսրտություն, բնագրում կրիվադուշիե։ Հնարավոր չէ առանց առողջությունը վտանգի ենթարկելու քո զգացմունքներին հակառակ վարք դրսևորել, հիմնվել այն բաների վրա, որոնք չես սիրում, ուրախանալ քեզ դժբախտություն բերածի վրա։ Ժիվագոն գուցեև ցանկանում է, բայց չի կարողանում կեղծավոր լինել։ Եվ դա իհարկե առողջության հաշվին։ Ի վերջո նրա եղբայրը Ժիվագոյի համար Մոսկվայում աշխատանք է գտնում ըստ մասնագիտության, ի հեճուկս բոլշևիկյան իշխանության համար կասկածելի տարր լինելուն։ Գլխավոր հերոսը գնում է տրամվայով իր նոր գործի տեղը եւ ճանապարհին նրա սիրտը կանգնում է։ Դրանից հետո վեպի գործողությունը մի փոքր էլ շարունակվում է։ Պատերազմի ժամանակ, արդեն երկրորդ համաշխարհայինի ժամանակ, պարզվում է, որ Լարան եւ Ժիվագոն երեխա են ունեցել, որը մեծացել է մանկատանը եւ նրա այդ աղջկան հանդիպում են հենց բժշկի նույն ընկերները, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք։ Կյանքը շարունակվում է։ Ընդհանրապես պետք է ասել, որ այս վեպում հրաշալի համընկնումների մի շարան է, բազմաթիվ են այդ համընկնումները։
այն հերոսները, որոնք ինչ որտեղ հանդիպել են, հետո պարբերաբար իրար տեսնում են բոլորին այլ հանգամանքներում, ինչը ռեալիստական ստեղծագործության մեջ քիչ հավանական է, բայց Պաստերնակը հավանաբար ռեալիզմին չէր ձգտում։ Դա այդ վեպը ավելի շուտ խորհրդանիշներով հագեցված ստեղծագործություն է, եւ այդ խորհրդանիշները անշուշտ գալիս են ավետարանից, մարդու մարդայնացած Հիսուսի դեգերումները, տառապանքները, ճշմարտության փնտրտուկը, մահը եւ վերածնունդը։ Շատ բնական է, որ գործողությունն ավարտվում է, բայց վեպը չի ավարտվում։ Վեպի այսպես ասած եզրահանգումն է 25 բանաստեղծությունները, որոնք Պաստերնակը գրել է Յուրի Ժիվագոյի անունից։ Վերջում ուզում եմ դրանցից մի փոքրիկ հատված կարդալ, դա 22-րդ բանաստեղծությունն է, որը նվիրված է Արվակ շաբաթին եւ կոչվում է Դուրնեի դնի։ Չարագույժ օրեր հավանաբար։ Պաստերնակին համարժեք թարգմանություն իհարկե դժվար է գտնել, ուստի թույլ տվեք ես դա կարդամ ռուսերեն։ Дурные дни. Когда на последней неделе входил он в Иерусалим, осанны навстречу гремели, бежали с ветвями за ним. А дни все грозней и суровей, любовью не тронуть сердец. Презрительно сдвинуты брови, и вот послесловие, конец. Свинцовою тяжестью всею легли на дворы небеса, искали улик фарисеи, юля перед ним, как лиса. И темными силами храма он отдан подонкам на суд. И с пылкостью той же самой, что славили прежде, клянут. Հավերժ արդիական սյուժե։ Լավ մնացեք։